Մերոնք GTM կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Եվ այսպես աշխարհում աշխարհակաղակական զարգացումները, այսպես ասած, շարունակում են, այնքան ասել են տարբեր տրամաչափի մարդիկ ու գործիչներ ու գործիքներ, վայ աշխարհը սենց է կլորանում, նենց է կլորանում, իրականում դա այդպես է, նոր վերաձևում է տեղի ունենում եւ այդ վերաձևումը թույլերի օգտին չէ, ցավոք սրտի։ Հիմա Ուկրաինային ինչ որ մի բանաձև է առաջարկում Ամերիկայի Միացյալ Նահանգները, բնականաբար Ուկրաինայի ժողովրդի կամ ուկրաինական պետության օգտին չի այդ ամեն ինչը, բայց զորն անզորին տարել է ինչպես կասեր Սայաթնովան։ Ինչի մասին է խոսքը։ Եթե գանք պատմության ակունքները, նախ ձևավորվել է Կիևյան Ռուսիան, հետո նոր մնացածը, բայց հիմա Կիևյան Ռուսը դարձել է կրվախնձոր, կրվան Ռուսաստանը իր, այսպես ասած, խնդիրներն է լուծում, համարում է, որ այս իմն է, այն մեկն իմն է, այն մյուսն իմն է, իրականում կռիվներ են տեղի ունեցել, երբ նայում ես պատմությանը, Ղրիմի համար Ռուսաստանը կռիվ է տվել Եկատերինա կայսրուհին։ Ղրիմից մեր անեցի հայրենակիցները մի գետաձի էր, գետադարձ էր, ինչ էր մի կտրիչի նման կաթողիկ Կոսկար ժամանակին, վաճառեց անին եւ մեր հայրենակիցները անիից սրբազան խաչքարերն էլ ուսներին եկան Ղրիմ։ Հետո էլ այնտեղից այդ ժողովրդին բերեցին այսօրվա Դոնի Ռոստով կամ Նոր Նախիջևան, որպեսզի Ռուսաստանի հարավային սահմանները պաշտպանված լինեն։ Այդպես զորն անզորին տարել է։ Առաջարկում են տարբերակներ, անունը կա ամանում, չկա, էլ զորքերի կրճատում, էլ S-ը, կտեսնենք, թե ինչպիսի հանգուցալուծում տեղի կունենա, բայց խնդիրն ամենևին դա չի, մեր նմանությունը։ Մեզ էլ մեր բարեկամ Ռուսաստանը, այսպես ասած, փափուկ բարձ դրեց, 30 տարի իբր բանակցեցին, Ալիևը հզորացավ եւ լավ արեց, խելոք արեց, հետո եկան ու մեր ձեռքից տարան։ Մեր բարեկամները լռեցին, սուսուփուս։ Այսպես է, երբ դու թույլ ես տալիս, որ քու գլխի տակ փափուկ բարձ տնեն, կամ քու տակ փափուկ բարձ տնեն։ Հիմի մենք, այսպես ասած, այդ պատերազմից հետո մի Թրամփի ուղու հույսով ինչ որ ելքեր ենք փնտրում, բայց ճանապարհներ, օրնիբուն խոսում ենք խաղաղության մասին եւ հակառակը Ադրբեջանը օրնիբուն խոսում է, ասենք թե այսօրվա Հայաստանը իրենց տարածքն է եղել եւ այլն եւ այլն։ Դրան մեկ պատասխան կա, այդ պատասխանը դեռ մեր տղերքը չեն տալիս։ Ես ասել եմ, Հայկ Նահապետի արձանը բերում եք հրապարակ, որտեղից Հայաստան անունը մեր, այն որ ասում է հոգևոր հոր, ում աստուպես պաշտել է հայ ժողովուրդը, մինչ օրս մենք այդ ենք կոչվում։ Եվ ասում եք, որ այս նետը ազատության պաշտպանության համար է արձակվել, բելի դեմ եւ բոլոր բելերի դեմ։ Գալիս են ու տեսնում։ Մենակ Նիկոլ Փաշինյանին մի խնդրանք, այն որ մականունը Սիսիա դեր քաղաքապետը չթողեք գրի, թե չէ ինքը կգրի այսպես Հայկ Նահապետ միասին։ Ճիշտը Հայկ Նահապետ առանձին եւ հետնել մեծատարերով։ Թե չէ կբերի, ասենք Թագուհ արձանը կդնի, ասենք որ Հայկի արձանը պիտի դնի եւ այսպես շարունակ։ Ես այն դառը իրականությունը, որ ունենք եւ որ մեր իշխանությունը աչքի փակում։ Նիկոլ Փաշինյանին ղուզղունի նշան տվեցին։ Հիշում եք, Սասնա Դավթի մեր էպոսի մեջ ասում է ապրես, քաչ կոզվադին, արժեք ախեմ, ես կոճտին, մեր ղուզղունի նշանը մեծ, պարգև քու մեծ հաղթության։ Այդ ղուզղունի նշանի այն պետության ղեկավարը, որ տվեց Հայաստանի պետության ղեկավարին, ես վախենում եմ այդ նշանից։ Դա այն փափուկ բարձի նման է։
հատկապես որ նրանք երբեք պատմական արդարության մասին ձայն չհանեցին, ինչպես այսօր ձայն չեն հայելու Ուկրաինայի հետ կապված, ձայն չհանեցին պատմական արդարության, Հայաստանի, Արցախի, այսպես ասած, դարերով մեր եկեղեցիների, մեր էսի չկա։ Բայց հիմա ասում են, որ Նիկոլ Փաշինյանը շատ հեռատես գործիչ է եւ այս ղուզղունի նշանը իդամեդալ քուդոշին։ Շնորհավոր ղուզղունի նշանը, բայց ես շատ կուզեի, որ դա իրոք հերթական կուտը չլիներ։ Եվ թրիփի ծրագրի եւ մնացած բոլոր ծրագրերի հետ զուգահեռ Նիկոլ Փաշինյանը չմոռանար ամենակարևորը։ Բայց մինչ այդ ամենակարևորի մասին ասելը հիշեցնեմ, որ չմոռանանք ինչ տեղի ունեցավ, երբ մենք կարողացանք գծել մեր երկրի սահմանները եւ թույլ չտար Արցախի ժողովրդի տեղահանումն ու բնաջնջումը, ինչ տեղի ունեցավ։ Գործակալներ հայտնվեցին Հայաստանի Հանրապետության երկրի ղեկին եւ 30 տարի հոշոտեցին երկիրը։ Այնինչ իրականում մի շքեղ նկուղում Հայաստանի գերագույն ուղեղները պիտի աշխատեին ստեղծելու պատասխան այն մահաբեր զենքը, որ մեր ողերի հարևանները հասկանային, որ հանկարծ Հայաստանին ձեռք տանք, իրենք էլ կվերանան։ Հերնանից այդպես ապրելուն։ Այդ այսօր պիտի Նիկոլ Փաշինյանը այս 6-7 տարիներում ինչ-որ մարդկանց նստացնի եւ զբաղված լինեն դրանով։ Եթե դուք էլ չեք արել, կոպեկ չարժե, իդա մեդալ քուդոշի ինչքան կդնեն, ինչքան չեն դնի։ Ոչինչ չի փոխում։ Այսքան չար է աշխարհը, Նիկոլ Փաշինյան։ Ի նկատի ունեմ այն ժամանակ լրեցին, հոշոտեցին, հիմի լավ է ասֆալտ եք կառուցում, ինչ եք անում, աման գնում եք, խաչ եք քաշում, էսը, չմոռանաք, մեր հոգևոր իրական հայրը Հայկ Նահապետն է։ Քու պապի արձանը չկա, մնացած ում արձանն ուզում ես դիր։ Ես մի մարդ եմ, ով եղել է Երուսաղեմում, այսուհետև։ Բայց ակունքը չկա, արմատը չկա, ում ես պաշտում, ինչ ես անում, ինչու ես պաշտում։ Հլա բեր քու ակունքը դիր տեղում, բեր քու ակունքը ունեցիր, քու երկրի անձնագիրը։ Մեկ անգամ մի կազմակերպություն կարեն, Սեֆիլյան Ժիրայրը, Սասնա Ծռեր անունով կուսակցություն բացեց։ Կներեք մեր ավանակ Արդարադատության նախարարությունն էլ հաստատեց նման կուսակցություն, բայց ես ասացի, ախր դա պարկեշտ անբարոյականություն է, էպոսը մեր անցաթուղթն է, անձնագիրն է, մի ամբողջ ժողովրդի եւ ինչ որ մեկը կուսակցություն է բացում էպոսի անունով Սասնա Ծռեր։ Որևէ մեկը կարծես չվիրավորվեց, բոլորը շատ հանգիստ տարան։ Ես ինչ որ ծռերի ու մյուսի մալ դեմ չեմ, ես ի նկատի ունեմ, ոնց կարելի է քու էպոսը, քու արժեքը դարձնես ինչ որ մի կուսակցության անուն։ Կարող է համասեռամոլներն էլ այդպիսի անունով կուսակցություն բացեին, կարող է մարդասպաններն էլ բացեն եւ այլն։ Անունը դնեն քու սրբագույնների անունը, քու ծնողների անունը։ Հետաքրքիր կլներ, եթե ասենք ինչ որ մեկը կուսակցություն բացեր, ինչ որ մի գործի պապայի, մամայի անունով, հա, ասել, խաթունի ու չգիտեմ, խանդութի կուսակցություն։ Այդ երեխին դուր կգար, հայ ժողովրդին դուր չպիտի գա ու չի գալիս բնականաբար։ Չգիտեմ ինչու են լռում, ինչու այս դեգրադացիոն աճի վրա ինչու են լռում, ես չգիտեմ, բայց սա չարիքի սկիզբն է, որ մենք ունեցանք։ Եվ այսպես մենք այսօր գտնվում ենք երեկվա դարասկզբի ցեղասպանության SCN-ի այդ ակունքներում յուրաքանչյուր պահի ենք մենք այդտեղ գտնվել։ Քանի դեռ Հայաստանի իշխողները, մեր ղեկավարները չեն մտածել ունենալ այն, ինչը կզսպի մեր ողերի հարևաններին։
Ուղղակի ոչ թե որպես սպառնալիք, այ որ մեզ բան ասեցիք, սենց է լինելու։ Հա, խաղաղություն ենք ուզում։ Ուզում ենք, բայ իհարկե, հետո է ուզում, որ իր զավակը գնա ու չգիտեմ զոհվի։ Բայց տունը պահել է պետք։ Եվ ամեն մի Ալիևի շիքորակ չի կարող գալ ու տրորել մեզ։ Հայրն էլ փորձեր ժամանակին չկարողացավ։ Ալիևն էլ չի կարողանալու արդյունքում, բայց երբ նայում ես, թե ինչպես են մեր ընդդիմադիր կոչվածները մեծարում Ալիևին եւ իր մտքերը տարածում, ինչա թե Նիկոլը քխա, լացդ գալիս է։ Փոխարեն, այն որ ասում է, չգիտեմ, Հայկի Արցանից ու էսից ու ենից, մեր արմատներից, մեր ակունքներից, մեր անաղարտ պահվող մայրենիից, մեր լավագույն մոտեցումներից աշխարհին տեղյակ պահեն ու դրանով զբաղվեն ու նախագծեր բերեն, ազգային ժողովները էսեն ասեն, այս ասենց էր, եկեք փոխենք, չասացի քարեդար է, բայց բերենք սա այս գեղեցիկը թող լինի։ Ժամանակին մեհյաններում տարին մեկ քրմերը հավաքում էին ժամանակի ստեղծագործողներին։ Գալիս էին նրանք, դռները փակում էին մեհյանում, դուրսը նվակով, դհոլ զուռնով սպասում էին։ Առավոտյան բաց էին անում եւ այդ մագաղատները ձեռքներին դուրս էին գալիս այդ ժամանակի ստեղծագործողները եւ իրենց ստեղծագործությունները կարդում էին։ Եվ ժողովուրդը մեծ տոնախմբությամբ իրենց մտածողներին, գրողներին ողջունում էր։ Հաղթողը պսակավոր էր կոչվում, քանի որ մենք դափն ու պսակ չունենք, ուռեն ու ճյուղերից, այսպես ասած, պսակ էին դնում հաղթողի գլխին։ Այն վերացավ քրմերինը, եկեղեցին էլ չդարձավ մեր համար ստեղծագործելու վայր, ինչ որ կտրիչներ ընդեղ բանման են շինում։ Մեկի մտքից չի անցնում մի կուսակցության, մի քաղաքական գործի, մի չգիտեմ էսի էնի, իմ նման հասարակական գործիչները ասում են, անցնում գնում է։ Լավագույն արմատը, լավագույնը արմատն է, կամ կա, կամ չկա, այդ կտրում եք ոչինչ չկա, փորձեք, ձեզանից յուրաքանչյուրը ով մայր ունի, գնացեք ու ձեր թիկունքը ձեր մոր որովայնի դեմ տվեք ու նստեք, թող գրկի ձեզ, կտեսնեք ինչքան առողջ ու լավ կզգաք այդ պահին, քանզի այնտեղ մենք սաղմնավորվել ենք, այնտեղ մեր մաքուրն է, սա գիտական փաստ եմ ասում ձեզ, նույնը երկիրն է, չենք գնում, չենք ուզում ենք, չգիտեմ, մի անգամ ծիծաղեցի են Անդրեն գնացել էր պատարոտված ջինսի շորերով, էսովենով, Հռոմի պապից կաթոլիկ երգեր երգում, արմատը չերևաց, ինչ որ մեկը, 1000 հատ տենց ջիսով երջիստներ կան, Եվրոտեսիլներում բանում գցած, մեջն ինչ կա, Բաքու տեսակը, որտեղ երևաց, ոչ մի տեղ, այդ տեսակը ցուցանելու խնդիր ունենք, այո դժվարին օրեր ու ժամանակներ են սպասվում, բայց անհաղթահարելի ոչինչ չկա, խելք գործող իշխողներին եւ ճկունություն բոլոր նրանց, ովքեր ուզում են, որ երկիրը լավ լինի։ Ոչ թե այն տեսքով, որ աման էսա բոբոն գա մեզ կուտի, այլ այն գործերով, որ պետք է առաջարկել եւ դնել սեղանին, ասել եկեք էս անենք, էս մեր տունն է։ Մենք էլ ենք էս տան մասնիկ։ Թե չէ Ալիևն ասեց, Սուրիկը գրեց, Պողոսը հաչած, Պետրոսը գրմռած, հետո ինչ եք դրել խախալին, այսպես կոչված։ Ինչ եք բերել ազգային ժողովից սկսած դրել ասել, եկեք սա սենց անենք։ Եվ ամենազավեշտալին այն է, որ բոլոր նրանք, ովքեր մեղավոր են մեր կորուստների մեջ, այսօր խոսում են Նիկոլի պիղծ լինելուց։ Պիղծ լինի Նիկոլը, թե սուրբ, ձեզ ինչ, դուք եք այս վիճակը ստեղծել։ Սա է, որ անհանդուրժելի է։ Ու հիմա փոխարեն ինքնամաքրվելու նորից շարունակում եք, վերցրեք այդ աթոռը։ Մեջ ինչ կար, ձեր ձեռքներ 20-30 տարի։ Անասնաբար հոշոտեցիք երկիրը, աթոռը դնելու տեղ չմնաց, ինչ եք ուզում։ Մի խոսքով վերադարձ արմատներին ապագա ունենալու համար, էս էլ նոր նշանաբան է, ամեն ինչ լավ է լինելու, կհանդիպենք։